Լրատվական դաշտը հայտնվել է այդ հայհոյանքի թիրախում, ով չի ալարում, լրագրողը հայհոյում։ Լրագրողներս ամբարտավան վերաբերմունք ունենք մեր ընթերցողի նկատմամբ։ Ազնվությունը այստեղ շատ կարևոր է։ Արդյոք լրատվամիջոցը կարող է լինել իշխանամետ։ Ոչ։ Մեր ընթերցողը մեզնից ավելի խելացի է, մեզնից ավելի արագ է կողմնորոշվում, մեզնից ավելի լավ գիտի մենք ով ում բանի ուղեծրում ենք քաղաքական։ Կան լրատվամիջոցներ, որոնք միջև ատամների կրճոցը պաշտպանում են իշխանություններին եւ կան լրատվամիջոցներ, որոնք ցանկացած նույնիսկ լավ բանի մեջ ձգտում են գտնել վատ բան։ Մեր երկրում քաղաքականությունը որոշում է մեր բոլորի կյանքը։ Մենք դրանից շատ կախված ենք։ Բարի օր, հանրային ռադիոյի եթերում հանրամեդիա հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես, ինչպես միշտ, անփոփոխ Լևոն Սարդարյանն եմ, այսօր եւս մեր գործընկերների, իմ գործընկերների հետ մենք քննարկելու ենք խնդիրները, որոնք վերաբերվում են մեզ, այսինքն մեդիա դաշտին եւ ձեզ, հարգելի հասարակություն, որովհետեւ մեդիա դաշտը վերաբերում է առավելապես ձեզ։ Եվ քննարկելու եմ հրապարակ AM կայքի խմբագիր Զառա Մարգարյանի, Մեդիամաքս գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի եւ Ամփոփ մեդիայի հիմնադիր Սուրեն Դեհերյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես այսօր այսպես որոշել եմ, թույլ տվեք այդպես ասել, որ մենք այսօր խոսելու ենք քաղաքական կողմնորոշումներից, հա, լրատվամիջոցների քաղաքական կողմնորոշումներից ինչի, որովհետև տեսեք, մեզ պայմանական ասած օրորոցից սովորեցնում են, որ լրագրողները պետք է լինեն օբյեկտիվ, լրատվությունը պետք է լինի օբյեկտիվ եւ այլն, բայց արյութես, որ այդպես չի ստացվում, հա, կարող են գլոբալ օրինակներից սկսել Միացյալ Նահանգների, հիշում եք Trump, CNN, BBC բան եւ այլն հակամարտություններից ու բայց մեր մեջ ասած ես թքացում եմ ընդեղ ինչ է կատարում, մեզ հետաքրքիր է մերը։ Հիմա լրատվամիջոցը պետք է ունենա քաղաքական կողմնորոշում, թե ոչ։ Բայց դժվար է պետքով անդրադառնալ այդ հարցին։ Կարող է ունենալ, թե կարող է ունենալ լրատվամիջոցը քաղաքական կողմնորոշում, ոչ միայն լրատվամիջոցը, այլև լրատվամիջոցում աշխատող յուրաքանչյուր լրագրողը կարող է ունենալ քաղաքական կողմնորոշում։ Ամեն դեպքում այդ մարդիկ ազատ մարդիկ են, որպես կանոն նաև ինքնուրույն կայացած մարդիկ են լրագրողները, որոնք իրենց կարծիքն ունեն, իրենց վերաբերմունքն ունեն։ Մեր լրատվամիջոցում կան եւ իշխանամետ եւ ընդդիմադիր լրագրողներ ու իրենք բոլորը հարթակ ունեն այդ լրատվամիջոցում, ընդ որում լրատվամիջոցը մաքսիմալ անկախ է իրեն փորձում պահի, բայց մենք այդ մարդու անձնական քաղաքական վերաբերմունքը չենք կարա մոդերացիա անենք, չենք կարա իր մեջից հանենք։ Ինձ թվում է դժվար է մարդուն ասել մի ունեցի կողմնորոշում, հատկապես մեր երկրի պես երկրում, որտեղ քաղաքականությունը յուրաքանչյուրիս կյանքի մեջ է։ Մեր երկրի ինչ է ինչի։ Մեր երկրում քաղաքականությունը մեր բոլորի կյանքին ազդում է։ Մենք Ամերիկայում կամ Շվեյցարիայում չենք ապրում, որտեղ կապ չունի ով է իշխանություն, իրանք իրանց կյանքով են։ Մեր երկրում քաղաքականությունը որոշում է մեր բոլորի կյանքը։ Մենք դրանից շատ կախված ենք։ Շանեմ, եթե լրացնեմ, հիմնականում համաձայն եմ իհարկե Զառայի հետ, բայց հետեւյալը ես կուզենամ այստեղ հստակ նշենք։ Քաղաքական կողմնորոշումը բավական նորմալ հասկացություն նաև արևմտյան լրատվամիջոցներում, եթե իրենք կրում են որոշակի քաղաքական արժեքներ, այսինքն իրենք բացահայտ դրա մասին խոսում են եւ իրենց թերթը օրինակ կոչվում է սոցիալ-լիբերալ քաղաքականության կուրսը տանող, հա, կամ դեմոկրատական կուրսը տանող եւ այլն։ Բայց Հայաստանի պարագայում, երբ որ մենք խոսում ենք քաղաքական, մենք պատկերացնում ենք, որ այդ քաղաքական կողմնորոշումը ուղղակիորեն կապված է կուսակցության ֆինանսավորման միջոցների հետ, հա, եւ ոչ բոլոր դեպքերում մենք հասկանում արդյոք տվյալ լրատվամիջոցը բացահայտ ինքը չի նշում, արդյոք ինքը ունի քաղաքական կողմնորոշում թե չէ, թե ուղղակի ֆինանսներ է ստանում կոնկրետ կուսակցությունից պաշտպանելու համար կոնկրետ կուսակցության կամ դրա ղեկավարի շահերը, որպեսզի կամ ուղղակիորեն մեկ այլ լրատվամիջոցին ֆինանսավորող կուսակցության շահերին հակահարված տալու համար։ Հասկանում եք, այստեղ բախվում է արդեն այս թեման բաժանվում է կամ կիսվում է մեր պարագայում, այս պետք է անպայման հնչեցնել, բայց լրատվամիջոցը ունենա կողմնորոշում թե ոչ, միանշանակ այդ կողմնորոշումը կարող է ունենալ։
ուղղակի ես կուզենամ շեշտեմ, որ ազնվությունը այստեղ շատ կարևոր է, որպեսզի հանրությունը, հա, լսարանը իմանա ինչ կողմնորոշման մասին է խոսքը։ Այս պարագայում հետևաբար պետք է լինես ազնիվ եւ քո նյութերով հիմնվես փաստերի վրա։ Մի բան էլ ասեմ եւ երևի թե Դավիթը կցանկանա իհարկե արտահայտվել, այստեղ շատ նաեւ կարևոր է որպեսզի նույնպես ես կուզենամ հնչեցնել, որ ցանկացած լրատվամիջոց աշխատանքը մենք գիտենք ում համար է աշխատում, հանրության, հա, այս պարագայում անգամ իր քաղաքական դիրքորոշման ոչ թե աշխատում է կուսակցության գրված ինչ որ բաների համար, հա, այլ հանրության համար եւ առաջնորդվում է հիմնականում փաստերով, իր ցանկացած նյութ գրելիս, այլ ոչ թե մանիպուլյատիվ նյութերով։ Երկու բան կա, որի հետ ես համաձայն չեմ, այսինքն մեկի հետ շատ համաձայն եմ, որտեղ սիրեցի ազնվություն եզրույթը, եւ երկրորդը համաձայն չեմ, որ այ պետք է հենվեն փաստերի վրա, հա պետք է, բայց արվում է թե չէ, այդ լրիվ ուրիշ հարց է, որը ելի կքննարկենք, դա չէ, ասա։ Ես շարունակելով Սուրենի միտքը ասեմ, որ եթե վերցնում ենք միջազգային փորձը, ապա հիմնականում գաղափարների բախում է, այլ ոչ թե կուսակցությունների, հիմնականում եթե արևմտյան մամուլը վերցնենք, այնտեղ բախումը ազատական գաղափարախոսության եւ պահպանողական գաղափարախոսության միջև է եւ ավանդաբար կան լրատվամիջոցներ, որոնք պաշտպանում են նոր գաղափարները կամ լիբերալ գաղափարները եւ կան լրատվամիջոցներ, որոնք ջատագում են հենց պահպանողական արժեքներին, ընտանիք եւ այլն հայրենիք, ինչը որ հիմա այդքան մոդայիկ չի։ Այդ բախումն է տեղի ունենում, բայց արդյոք պահպանողական գաղափարներ հետապնդող լրատվամիջոցները չեն քննադատում այն կուսակցությանը, որը տվյալ դեպքում, ասենք, հանդիսանում է իշխանության եւ եւս պահպանողական է, հա, եթե վերցնենք, ասենք, Տրամպը որպես հանրապետական պահպանողական կուսակցություն, արդյոք իրեն չեն քննադում, իհարկե քննադատում են։ Դա պարտադիր է, բայց քննադատում են ոչ թե որպես ինքնանպատակ, այլ քննադատում են որպեսզի այն թերությունները, որ կա իր վարչակազմում, որպեսզի վերանան։ Իրենք այդպես են դիտարկում։ Գուցե դեմոկրատները այլ կերպ են իրեն քննադատում ավելի սուր, բայց հանրապետականները եւս քննադատում են։ Եվ այստեղ մենք գալիս ենք մի հատ շատ կարևոր բանի։ Արդյոք լրատվամիջոցը կարող է լինել իշխանամետ։ Ոչ, ժամանակակից աշխարհում չի կարող լինել իշխանամետ լրատվամիջոց, որտեղ լրատվամիջոցի գոյության նպատակը խնդիրները հայտնաբերելը եւ դրանք ցուցադրելն է իշխանությանը, որպեսզի իշխանությունը այդ խնդիրները վերացնի։ Հակառակ դեպքում իմաստը այդ լրատվամիջոցի արդեն անհասկանալի է։ Հակառակ դեպքում ինքը այլևս լրատվամիջոց չի, այլ քարոզչամիջոց է։ Այսինքն by default բոլոր լրատվամիջոցները իրենք ընդդիմադիր են։ Մի մասը ծայրահեղ ընդդիմադիր, մի մասը ընդդիմադիր, մի մասը մեղմ ընդդիմադիր, բայց բոլորի նպատակը մեկն է՝ հասարակությունում առկա խնդիրները բացահայտել, ցուցադրել եւ դրդել, որպեսզի իշխանությունները այդ խնդիրները վերացնեն։ Սա խոսում եմ նորմալ հասարակությունների մասին։ Հայաստանը դրանց թվին ցավոք սրտի չի պատկանում, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ շատ ծայրահեղ քաղաքականացված է եւ մեզ մոտ կան լրատվամիջոցներ, որոնք միջև ատամների կրճոցը պաշտպանում են իշխանություններին եւ կան լրատվամիջոցներ, որոնք ցանկացած նույնիսկ լավ բանի մեջ ձգտում են գտնել վատ բան։ Այս վերջին բնորոշման հետ կներես Դավիթ ջան, բնորոշման հետ ես համաձայն եմ սկզբունքորեն, որովհետեւ լրատվական դաշտ ինչպես քաղաքական դաշտը մեր մոտ սևի ու սպիտակ է, այնտեղ էական չի ով է սև ով սպիտակ, հիմա այդ մասին չենք խոսելու, բայց ինչի հետ ես ընդհանուր առմամբ ձեզ հետ չհամաձայնեցի։ Մենք խոսեցինք այս ամբողջ ընթացքում, խոսեցինք այն մասին պահպանողականները ինչպես են իրենց պահում լիբերալներ, իրենց ինչպես են պահում դրանք ըստ էության քաղաքական ուղղվածություն ունեցող, քաղաքական հոսքերին պատկանող լրատվամիջոցների մասին։ Մեր մոտ Հայաստանում, այ ինչի եմ ես համաձայն Դավիթի վերջի արտահայտության հետ, մեր մոտ ամեն մեկը, ով չի ալարում, ով ունի այդ լրագրողական այդ բեյջը, կանգնում ասում է ես անկախ եմ, ես ազատ եմ։ Հետո երբ հետևում ես այդ մարդու գործունեությանը, զգում ես, որ ինքը այնքան էլ ազատ չի ու ընդհանրապես անկախ չի, որովհետև իրենց մոտ այդ գիծը այս կամ պիտի ամբողջովին սև լինի, կամ ամբողջովին պիտի սպիտակ լինի։ Արդեն ձևի համար էլ գոնը մեկ-մեկ չէ գույները իրան չէ խառնում, որ ասես լավ կարող է ես եմ հիմար չհասկացա այս մարդիկ իսկականից
այն ձեր ասած քննադատում են, ասենք իշխանությանը կամ քննադատում են ընդդիմությանը, որպեսզի այդ մարդիկ ավելի լավ աշխատեն դրանից հետո եւ այլն եւ այլն։ Մեր մոտ այդ սև ու սպիտակի մեջ կրակը մեր ձեռը ընկել են։ Ես ասում եմ մերը, որովհետեւ լրատվական դաշտ մերն է, ես էլ եմ այդ դաշտի մաս։ Ես օրինակ չեմ ուզում մեդիա մարքսինգով, բայց մեր մոտ sense սկզբունք կա, լավին լավն ասել, վատին վատը։ Այսինքն եթե իշխանությունը մի լավ բան է անում ու մենք կարծում ենք որ դա լավ բան է ու մեր հետ համաձայն են մասնագետները եւ փորձագետները մենք դա լուսաբանում ենք եւ ասում ենք որ լավ բան է արվել բայց երբ որ ավելի շատ մենք նաեւ քննադատում ենք որտեղ տեսնում ենք որ լիքը բան սխալ է արվում կամ չի արվում ընդհանրապես հա այսինքն հրճակվում է հայտարարվում է որ հեսա մի ամսվա ընթացքում սենց ենք անելու հետո մի ամիս հետո տեսնում ես որ ոչ մի բան չի արվել ես կարծում եմ որ արդարության սկզբունքը դա պետք է լինի մի փոքր էլ Զարայի ասածին ավելացնեմ որ իհարկե լրատվամիջոցը դա առաջին հերթին լրագրողներ են լրագրողները մարդիկ են իրենք ունեն նախասիրություններ իրենք ունեն սիրված քաղաքական գործիչներ իրենք ունեն չսիրված քաղաքական գործիչներ մեզ մոտել է նույն վիճակը այդ մարդիկ ապրում են հասարակության մեջ իրենք չեն կարող բացարձակ այտենց անկախ լինել իրենք առավոտյան 1.5 ժամ գալիս են հասնում են գործի երեկոյան 1.5 ժամ գնում են հասնում են իրենց տուն տրանսպորտի վատ աշխատանքի այսինքն այդ ամեն ինչը ազդում է իրենք գնում են խանութ թանկանում է ամեն ինչ ազդում է իհարկե իրենք պետք է ձգտեն որքան հնարավոր է օբյեկտիվ լինել այնուամենայնիվ եկեք չմեղադրենք լրագրողներին ես չեմ մեղադրում որպեսզի ջուրենկալում չլինի Դավիթ ջան ներողություն էլի մի հատ լրացում անեմ ես առաջին օրից երբ ես մտել եմ ժուրնալիստիկա իմ առաջին կռիվը եղել է այն որ լրագրողը օբյեկտիվ լինել չի կարող, որովհետև լրագրողը մարդ է, հերոտանից տեղից սուբյեկտ է հետևաբար։ Ինքը սուբյեկտ է, չի կարող օբյեկտիվ լինել։ Ինքը մարդ, բան է, օբյեկտիվ։ Լրագրողը առաջին ռոբոտ չի, առաջին հերթին մարդ է, երկրորդ հերթին հայ է, երրորդ հերթին երևի քաղաքացի է, չորրորդ հերթին նոր լրագրող է։ Երբեմն հակառակն է լինում, երբ որ առաջին հերթին լրագրող է, մարդ չունի ազգություն, չունի ընտանիք, ոչ մի բան չունի, այսինքն կատարյալ լրագրողի ֆորմուլան է դա։ Ոչ մի կապ չունի, ոչ մեկի հետ կապված չի։ Կոսմոպոլիտի նման։ Այո, բայց հիմնականում այն բոլոր լրագրողները, ում որ ես ճանաչում եմ, ում հետ ընկերություն եմ անում, ում հետ շփվում եմ, գիտեմ, որ իրենք ունեն իրենց պատկերացումը հայրենասիրության մասին, հայրենիքի մասին եւ այդ ամեն ինչը ազդում է նաեւ այն պրոդուկտի վրա, որը իրանք պատրաստում Զարայի տենց հետաքրքիր ժպիտից դատելով ինքը ինքան էլի մեծ համամիտ չի։ Համամիտ հարց չի, ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Օրինակ, նայ, դու հրավիրել ես մեզ, լավ հարցադրումներ են, վատ հարցադրումներ չեն։ Ուզում եմ հասկանամ, ինչ ես ուզում ստանաս արդյունքում։ Ես ուզում եմ, որ մարդիկ, որոնք հիմա մեզ լսում են հանրային ռադիոյով, ես ուզում եմ մարդիկ, որոնք հետևում են մեր սոցիալական էջերին, Facebook-ում կլինի, YouTube-ում լինի, հասկանան, որ մենք ինքներս հասկանում ենք այդ խնդիրները, որովհետև հիմա տեսեք, լրատվական դաշտը հայտնվել է այդ հայհոյանքի թիրախում, ով չի ալարում, լրագրողը հայհոյում։ Բայց այնպես չի, որ մենք անմասն ենք այդ հայհոյանքից, այսինքն մեր մեղքով չի այդ հայհոյանքների մի մասը առաջացել, բայց մարդկանց երբեմն թվում է թե լրագրողները լուսնից են իջել, հա, չգիտեմ, մեր ոտերը ամպոտ են։ Մենք ես չգիտեմ ում ենք դրել ու մենք հասարակության խնդիրներից տեղյակ չենք, չէ, տեղյակ ենք ու մենք քննարկում ենք ու մենք ինքներս մեզ կարանք շատ ավելի լավ քննադատենք, քան մնացած բոլորը միասին վերցրած։ Եթե թույլ կտաս մի բան էլ ես ավելացնեմ, մենք լրագրողներս ամբարտավան վերաբերմունք ունենք մեր ընթերցողի նկատմամբ շատ հաճախ, երևի ոչ միայն լրագրողները, նաև քաղաքական գործիչներն են։ Ընթերցողին sense մի հատ հոտի տեսքով են պատկերացնում, որին կարելի է հրամցնել ցանկացած բան ու ամենածայրահեղականներն ասում են եկեք դաշտը մաքրենք, որ ընթերցողը չլսի այդ քարոզչա մեքենայի արտադրած արտադրանքը, մյուսն ասում է, չէ, եկեք, չգիտեմ, փակենք լրատվամիջոցների մի մասը, որովհետև անհասկանալի է իրենք ինչ են, մենք կարող ենք ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորել։ Մենք պարտավոր ենք դա։ Մենք կարող ենք ընթերցողին համարել չափահաս մարդ, որը ուզում է եւ ընտրում է իր չափորոշիչներով։ Ուզում է քարոզչա մեքենա լսում ուզում է, չգիտեմ, ծայրահեղ ընդդիմությունա լսում, որը իր սիրած քաղաքական ուժին է պաշտպանում, ուզում է լսում է մեդիամաքսին, որը տենց բան, հա, նեյտրալ լրատվություն է տալիս, ուզում է հրապարակա կարդում, որտեղ, չգիտեմ, էքսկլյուզիվներ են ու սկանդալային ինչ որ բան ինֆորմացիաներ են իշխանության հետ կապված։ Այս մարդկանց թողնենք հանգիստ, մեր դաշտը, մեր ընթերցողը մեզնից ավելի խելացի է, մեզնից ավելի արագ է կողմնորոշվում, մեզնից ավելի լավ գիտի մենք ով ում
բանի ուղեծրում ենք քաղաքական, այս մարդկանց թողնենք իրանք իրենց ընտրությունն անեն։ Թողանեն, ես դեմ չեմ, ես ուրախ եմ, ես ասում եմ, որ դա իրենց իրավունքն է սահմանադրական, մարդկային եւ աստվածային ընդ որում։ Այդ ընտրության իրավունքը ըստեյության աստվածային իրավունք։ Գործիչները այդ բանը շեշտադրումը անում են, էլի, որ եկեք դաշտը մաքրենք, լիցենզավորման ծրագիր են հիմա փորձում ինչ-որ բան անեն, հա, օրենսդրական փոփոխություն անեն։ Մեր 3 անգամ հիմետել են այդ խոսակցությունը փորձել սկսել, ես իրենց բացատրել եմ, չէ, բացատրել եմ, որ դա գլավլիտի նման մի բան է լինելու, որտեղ այդ ով պետք է, այդ ով պետք է, ես պետք է որոշեմ, ես պետք է լրագրող աշխատեմ։ Իրանք պիտի որոշեն, ես ու դու աշխատենք լրագրող։ Ասպեկը որ կորոշի որ ես կարող եմ լրագրող լինեմ կամ չի կարող գլուխ պատին է ոչ եթերային պրոդուկտների լիցենզավորման մասին է, այսինքն ոնց որ YouTube-ում տեղադրվող տեսանյութերը, որպեսզի որոշակի լիցենզավորում ստանան կամ թույլտվություն ստանան, ոնց հասկանում եմ նման նախաձեռնությամբ հանդես է գալիս հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովը, որովհետև գտնում են, որ այդ դաշտը լիովին անվերահսկելի է եւ ուզում են որոշակիորեն խաղի կանոններ սահմանել։ Ես ինքս Տիգրան Հակոբյանին պարոն շատ հարգարժան կհրավիրեմ։ Հա, ինքը դրա մասին արտահայտվել է, կարծում եմ արժի իրեն հրավիրել, որտեվ ինքը կարծում է, որ մեզ մոտ այդ ասպարեզում լրիվ բեսպրեդել է եւ գտնում է, որ ով ինչ ուզում խոսում է, ով ինչ ուզում ասում է։ Ես էլ գտնում եմ, որ ամեն ինչ վերահսկելու այդ ցանկությունը դա գիտեք ինչ, նախ հնարավոր չի, որտեվ չլինի YouTube, կլինի YouTube կամ Brutube, երկրորդն էլ ինչ պետք է անես, ենթադրենք ուրիշ տեղից մարդիկ դոգը ենթադրենք Միացյալ Նահանգներից եթերա մտնում։ Արգելափակելու ես YouTube-ը, ինչ ես անելու, այսինքն եթե դու օրենք ես ուզում մտցնես եւ սահմանափակումներ եւ դրանք չեն վերաբերվելու։ Ես մի զարմանքով եմ վերաբերվել այն օրենքներին, որոնք դու ընդունում ես, որոնք չեն աշխատում։ 21-րդ Հա, հասուրենը երկար լռեց էլի, հա։ Զրույցին, որովհետեւ շատ կարևոր հարցեր բարձրացրեցիք, բայց կարծում եմ մի փոքր լրացում պետք է անել, որպեսզի մեր լսարանն էլ այդտեղ կողմնորոշվի, հա, ես ամենևին համաձայն չեմ, որ մեր լսարանը շատ խելոք է, խելոքի եւ տգետի մեջ չի խնդիրը, այլ մեր լսարանին հավանաբար պետք է յուրաքանչյուրս մեր կայքի կամ մեր լրատվամիջոցի համար պատկերացնում ենք մեր լսարանին եւ այդտեղ կարող է լինեն անչափահասներ եւ կարող են լինել ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք հարցեր ունեն եւ շատ դեպքերում նաեւ իրավիճակից լավ չեն տիրապետում եւ երբ որ նյութեր են գալիս իրենց մոտ, իրենք այն հույսով են նայում, որ այդ տեղեկատվությունը, որը գալիս է իրենց մոտ, այելի ասում եմ ազնիվ լրատվամիջոցի կողմից է գալիս։ Չունենք, չէ՞, տենց ազնիվ AM կայք, որ ազնիվ դե չկա։ Հիմա ասածս հետևյալն է, որ իսկապես լսարանի, եթե մենք ստանձնել ենք լրագրողի աշխատանքը եւ աշխատում ենք հանրության համար, մենք պետք է հասկանանք, որ ցանկացած խավի, շերտի, տարիքի մարդիկ են մեզ կարող կարդալ, լսել, դիտել եւ այս պարագայում ամբողջությամբ արդեն գալիս է քո աշխատանքի պատասխանատվության չափաբաժնից։ Հետեւաբար լրագրողը եւ լրատվամիջոցի իմ պատկերացմամբ պետք է դրսևորի հնարավորինս ազնություն, ոչ թե մանիպուլյացիա եւ պառակտում։ Այսինքն այսօրվա մեր դաշտում հենց իսկապես աշխատանքը շատ լրատվամիջոցների կամ շատ չասեմ կոնկրետ լրատվամիջոցների տարվում է նրան, որ սրանք լավն են, այն ինչ որ ասեցիք, հա, սև ու սպիտակ։ Սրանք լավն են, իսկ սրանք ոչ, սրանք շատ վատն են։ Այն մյուսները շատ լավն են, հետեւաբար այն մյուսները նշանակում է, որ վատն են կամ շատ դեպքերում արվում է նրանց վատ ներկայացնելը, որպեսզի գոնե սրանք այդքան ավելի վատ չներկայանան։ Խնդիրը դրանում է եւ էլի հարցեր կար, որ ուզում եմ անդրադառնալ, ուղղակի շատ լավ, հետ կլրացնեմ։ Ընդհանուր այդ խոսակցության գիծը պահելու համար, տեսեք, Դավիթը, եթե չեմ սխալվում, ասեց, որ կան լրատվամիջոցներ, որոնք այսպես ջատագովն են պահպանողական արժեքների եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ լրատվամիջոցը հայոյախոսությունն է տարածում։ Դա պահպանողական դրա արժեքը ո՞րն է։
Հիմա տեսեք, մենք սահմանում է մեթոդներ դրա դեմ պայքարելու։ Շատ լավ, հասկանալի է, բայց այդ հենց գնան այդ օրենքի կատարման հետևից եկեք ընդունենք, այս 4-ից էլ ասելու ենք ընկել են ազատ խոսքի հետևից։ Չէ, զրպարտության մտնում է Իմիջայլոց զրպարտության մասին օրենքի հետ կապված ես մեր գործընկերների նախկին, որոնք հիմա խորհրդարանում ես առաջարկ եմ անելու, ասելու եմ եկեք փոխեք էլի քրեական էլի դարձրեք։ Ինչի, որովհետև հեսա ասեմ, որովհետև այն օրենքը, որ հիմա կա, ինքը ըստ էության դարձել է մահակ, որովհետև առաջինացյանի դատարանները լուրջ չեն քննում այդ Արմենը, հա դա 200,000-ը, 500,000-ը, 3 միլիոն է եւ այլն։ Ու այդտեղ ով ում բանը ասում, մեկը գալիս է ինձ վիրավորում է, ես պատասխանում եմ վազմա դատարան։ Այսինքն ես դրանից հետո 5 անգամ պիտի մտածեմ, ես պաշտպանվեմ, թե չպաշտպանվեմ։ Որտեղ Հայաստանը պարտավորություններ ունի Եվրոպայի խորհրդի շրջանակներում չի լինելու դա, բայց ես մի ուրիշ բան ասեմ, մի փոքր հակադրվեմ Զարային, իհարկե կարևոր է, մենք էլ ենք մեր ընթերցողներին վստահում, հավատում, գիտենք ով է մեր ընթերցողը, բայց ընդհանուր առմամբ Հայաստանում բավականին տխուր վիճակ է մեդիա գրագիտության հետ կապված եւ դրա համար այդ առումով շատ մեծ հնարավորությունների դաշտ կա մեդիա մանիպուլյացիաների համար, ինչից օգտվում են հատկապես քաղաքական գործիչները, որոնք թե սոցիալական ցանցերի, թե երբեմն լրատվամիջոցների միջոցով համ ապատեղեկատվություն են տարածում, համ կեղծիք, համ տարբեր վիրավորանք եւ այլն եւ այլն։ Ներողություն, վերջին օրինակը 2 օր առաջ, 2-3 օր առաջ տեղեկատվություն հրապարակվեց այսպես, որ Վրաստանի սահմանին Թուրքիայից եկող 190,000 արհեստական բանկեղծ անձնագրերի պարտիա են բռնագրավել, մի մասը հայաստանցիների անունով եւ այլն, հղում անելով վրացական լրատվամիջոցներին։ Պարզվեց վրացական լրատվամիջոցները այդ մասին ընդհանրապես տեղյակ չեն, այսինքն մեդիա մանիպուլյացիայի հրաշալի օրինակ, բայց այդ ալիքը մինչեւ հիմա պատտվում է։ Բայց դու ինչ ես անընդհատ բան տեսնում այդ զլոյ ումս իրապես լրատվամիջոցներ կան, որ շփոթում են, որ արագության բանի հետ չեն հասցնում այդ ստուգումները կատարեն։ Լրատվականների բանը չեմ ուսումնասիրել, բայց օրինակ այն ցանկացած խաբեություն, որ գնացեք բանը 1000 հատ անվճար լվացքի մեքենա է բաժանում, մենակ թե 50 անգամ էս բանը տարածեք 50 հոգու միջև էս Facebook-յան մի քիչ ավելի օրինակ։ Լավ, չէ, զուտ ասում եմ մեդիա գրագիտության մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնք մինչև այսօր պատտեցնում են տեղեկություն, որ քաղցկեղը հնարավոր է բուժել սոդայով կամ սիքսերով, դուք հասկանում եք ինչ։ Հենց այդ եմ ասում, ու մարդիկ կան, որ հավատում են ախր դրան։ Ասում եմ, ցածր է մեդիա գրագիտության մակարդակը։ Ցանկացած բան լավ պարարտանյութ է, որ տարածվի։ Մարդ կա, անունը տվեցի արդեն, դոգը։ Ինքը ունի հսկայական լսարան, Ժորժ ջան, ոչ մեկս այդքան լսարան չունեն։ Մարդիկ ընտանիքներով, նույնիսկ գերդաստաններով հավաքվում էին, դիտում էին այդ հաղորդումը, հաճույք են ստանում, կրկնում էին այն քֆուրները, վիրավորանքները, որոնք հնչում էին, հավաքվում էին, ընտանիքներով էին հավաքվում, այդ թվում նաև մանկահասակ երեխաները։ Այս սա բան չի, այդ մարդն էլ դրա շնորհիվ նաև Երևանի քաղաքապետարանի ընտրություններում երկրորդ թե երրորդ տեղը զբաղեցրեց։ Հենց այնսո չի լինում այդ ամեն ինչ, դա չի վկայում այն մասին, որ ցանկացած աղբ այսօր սիրով տարածվում է մեր հասարակության լրագրողների կուսակցություն բացում։ Չէ, բայց իրականում ես չեմ կարող մասնակցեմ, չեմ կարող անդամակցեմ։ Լևոն, բայց քո նշածը, որ ասում ես լրագրողներն էլ են մարդ, միսու արուն են եւ այլն, հա, իրականում այդ տանում է նրան, որ դոգի Չէ, այդ ամեն դեպքում ես ասում եմ, որ չի կարող օբյեկտիվ լինի։ Հա, հենց օբյեկտիվության մասին է խոսքը, բայց բոլոր դեպքերում եթե խորքային նայում ենք այդ հարցին, գալիս ենք էլի դոգի կերպարի մեջ ենք գնում, այսինքն ստացվում է, եթե հնարավորություն էլ կա ազատ խոսելու, ուրեմն լրատվամիջոցները պետք է ազատ իրենց կարծիքը սուր հայտնեն եւ այն ու կստացվի մի հատ, չգիտեմ ինչ, իրավիճակ, խառնաշփոթ լրատվամիջոցներում։ Ուղղակի իմ ասածը հետեւյալն է, ցանկացած լրագրող, որ մտնում է խմբագրություն, ես կարծում եմ ամեն լրագրող չի, որ կգա մեդիամաքսում, կաշխատի կամ հրապարակում կամ ամփոփ մեդիայում, իրանք մտնելով արդեն ընդունում են որոշակի արժեքներ, կողմնորոշվում են, սա իրենց համար է կամ մինչև այդ արդեն ասում են, այս խմբագրության արած աշխատանքը իմ սրտով է, ես էլ եմ ուզում իրանց միանամ, օրինակի համար։
Հետևաբար յուրաքանչյուր լրատվամիջոց, երբ որ ինչ-որ մեկին ընդունում է, հավանաբար սկզբից ասում է, գիտես, ունենք կանոնակարգ կամ մեր համար SSS սկզբունքներն են։ Կարևոր այս ուղղությամբ ենք աշխատում։ Մեր դեպքում օրինակ ես նաև տեսել եմ Մեդիամաքսում հրապարակում էլ հավանաբար կլինի մեր մոտ օրինակ 4-5 տիպի օրինակ մեկը կա հենց ուղղակիորեն դե միացել ենք դիտորդ մարմնին, երկրորդը այս վերջերս միացանք GTI Journalist Trust Initiative, հա, լրագրողների վստահության նախաձեռնություն կա դրան, եւս մի 3-ը կա, որ եկան դրսից մոնիտորինգ արեցին, հա, պտիչկաներ դրեցին եւ այսինքն եւ այդ ամեն ինչի հետ պետքա ծանոթ լինի լրագրողը, հետեւաբար այո, ինքը միսու արունից է եւ իր մտքերն իր դիրքորոշումը, բայց երբ որ սկսում է աշխատել ինչ որտեղ, ինքը այդ ամեն ինչը ընդունում է, կոպիտ ասած ստորագրում է դրա տակ եւ հետեւաբար ուղղակի զառանել բան ուզում ասել, ընդհանրապես մի ռեպլիկով էլի, ասենք միտք ու կարծիք արտահայտելու համար նախ ինտելեկտ է պետք է լինի, ու դա բոլորին չի տրված։ Մի գործընկերների մասին Ես մարդ չէ կներես էլի, ասենք բեյջ ունեցող մարդիկ կան, որոնց ես գործընկեր համարել, ուղղակի չեմ կարող, չեմ։ Բայց իրանք արտահայտվելու հնարավորությունն են։ Եղբայր ունի թող իրա գնա իր Facebook-յան էջում ինչ ուզում է թողերի։ Դրա համար ուզում եմ ասեմ, եկեք լրատվամիջոցներ։ Գասի, ես լրագրողը դրանց հետո ես մտնեմ ինչ որտեղ ամա չեմ ասեմ, որ ես։ Ուրեմն ընդհանրական լրատվամիջոցներին ասել, որ վատ վիճակում է եւ այլն, եկեք ես համարում եմ, որ կա Հայաստանում լավ լրագրողական համայնք, որը պրոֆեսիոնալ ձևով աշխատում է եւ մատուցում է անգամ քաղաքական դիրքորոշում ունենալով կարողանում է իր մեսեջը ճիշտ ուղարկել եւ օրինակ Արիայի վերջին բաները ասեմ պարզապես Սուրենին լրացնելով Արիայի վերջին հարցումները ցույց են տալիս, որ լրատվամիջոցների նկատմամբ եւ լրագրողների նկատմամբ վստահությունը երկրորդ տասնյակի վերջում է, ցավոք սրտի, իսկ Արիային հետազոտություններին կարելի է հավատալ։ Ու դա շատ բացատրելի է, որովհետև իշխանությունը բոլոր հնարավոր օղակներով փորձում է լրատվամիջոցներին ու լրագրողներին փչացնի ու իրանց գործը իրանց ձեռքից առնի։ Այս պահին մենք ունենք մի կառավարություն, որը առաջին դեմքից մինչև վերջին դեմքը ունի իր հարթակները։ Անդիվությունը մի քիչ ավելի տարիքով մեծ են սոցիալական հարթակներից տենց օգտվել չեն կարողանում, բայց իրանք բոլորը սոցիալական հարթակներում բլոգեր են, բլոգերից շատ դիտումներ ունեն, ամենօրյա ռեժիմով լրագրողական աշխատանք են, սեփական հանդիպումներից վիդեոներ են տարածում, սեփական, չգիտեմ, միջոցառումներ, բայց դա բանոց աշխարհում արդեն տարածված ու սովորական է։ Այդ ֆունկցիան լրագրողի վրայից ու դու լրագրողին թողնում ես շատ նեղ գործելու դաշտ։ Ոչ, շատ լայն, այդ լայն դաշտը կոչվում է մտածել։ Այդ եմ ասում։ Լրագրողին թողնում ես մտածել։ Ինֆորմացիան հանում ես, որպես ինֆորմացիոն աղբյուր լրագրողին հանում ես, այն արագ ֆաստ լրատվությունը հանում ես իր վրայից, իրան մնում է վերլուծական, մի քիչ ավելի հետաքննական լրագրությունը, իսկ դա արդեն դիրքորոշում է վերլուծական լրատվության մեջ, հետաքննական լրագրության մեջ դու չես կարող մարդուն ասես օբյեկտիվ անկախ sense բանի ռոբոտի պես առանց կարծիք, առանց բան նյութ դուրում ես։ Ինքը արդեն իր վերաբերմունքը դնելու է այդ ամեն ինչի մեջ։ Վերլուծականների հետ ախր որևէ մեկը խնդիր չունի, ես ինքս անձամբ երբևէ որևէ մեկին կարծիք արտահայտելու համար, անկախ նրանից այդ կարծիքը համապատասխանում է իմ ունեցածին, անգամ այն տեղեկատվությունը, որ ես ունեմ կամ չի համապատասխանում դրան, որովհետև նույն վերաբերմունքն կա իմ նկատմամբ։ Այսինքն դա այնքանով քո ազատությունն է, ինչքանով որ իմ ազատությունն է, ճիշտ է։ Բայց այստեղ խնդիրը այլ տեղ է, այդ ֆաստ լրատվությունը, այն որ մի քիչ առաջ դու էլ այդպես կեսբերան ասել դե մարդը չի հասրել ստուգի շատ արագ է եղել այդ ամեն ինչ, չէ, չպետք է նման բան լինի։ Չես կարա։ Որովհետև չէ, որովհետև ցանկացած կեղծ լրատվություն, որ մտավ դաշտ, այդ կեղծ լրատվությունը դաշտից հանելը 15 անգամ ավելի բարդ է ու ավելի ոչ էֆեկտիվ, քան այդ CPR-ը մտնել դաշտ։ Լրատվամիջոցին է սարսափելի խփում։ Լրատվամիջոցը, որը կեղծ ինֆորմացիա է տարածում, շատ մեծ հեղինակային բան է ունենում, հա, վնաս։ Բայց ես հավատացնում եմ քեզ առաջան, ավելի շատ դիտումներ ունի, քան ես ու դու իրար հետ վերցրել։ Այդ կարա լինի։ Հադավիճ։ Ես կարծում եմ, որ էլի տեղափոխելով այդպես պոզիտիվ դաշտ, ես կարծում եմ այնուամենայնիվ լրատվամիջոցները չպետք է կորցնեն իրենց դաստիարակչական գործառույթը, այսինքն նաև պետք է իրենց ընթերցողների ճաշակը բարձրացնեն եւ աշխատեն նաև այն ուղղությամբ, որպեսզի կրթեն անանեն, այլ ոչ թե ասենք օգտվեն նրանից, որ հա մարդիկ ասենք էս են սիրում, ուրեմն սպասեք սա իրան մատուցենք եւ այլն եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ նաև
թե պետությունը, բայց չգիտեմ Հայաստանի պետությունը արդյոք կարող է դրանով զբաղվել, թե կստացվի Չեռնամիրձինի հայտնի արտահայտությունը «Хотели как лучше, получилось как всегда», շատ երկրներում fact-checking-ի գործառույթը պետությունը փոխանցում է մասնավոր կառույցներին, որոնք դա անում են աննաչառ եւ ստուգում են համ, ասենք, իշխանամետ լրատվամիջոցների, համ ընդդիմադիր եւ ներկայացնում են հասարակությունը այս տեղեկություններից, որոնք են ապատեղեկատվություն, որոնք են համապատասխանում իրականությանը։ Շատ տեղերում դա դրամաշնորհային սկզբունքով է արվում։ Ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանում էլ դա արվեր։ Անում է, Civilnet-ը անում է։ Ուրախ եք։ Civilnet-ը անում է միայն Facebook-ում հրապարակվող նյութերի վերաբերյալ, իրանք ունեն Facebook-ի սկզբունքները, անում են բավականին ուրախ եմ։ Չէ, fact-checking-ի հետ կապված ուղղակի, քանի որ ամփոփենք, ավարտենք, ունենք մի քանի կայք, որոնք իրականությանը համապատասխանություն։ Շատ շնորհակալ եմ իմ այդ գործընկերներից։ Ես բացարձակ ձեր հետ համաձայն չեմ, այդ գրաքննությունը ամեն անգամ խնդիր է առաջացնում, նույն Civilnet-ի բանով ֆորմատով կարող եք Facebook-ի մասին չի խոսքը։ Ինքը մեկը լրատվամիջոցի էջերի վրա է անդրադառնում, այսինքն մամուլն է արդյունքում տոժում։ Հասկացա։ Եթե փաստերի ստուգման մասին ենք խոսում եւ իրենք փաստերով հիմնված մասին ավարտում են։ Վերջին fact-checking-ը Էրդողանի բանը ելույթը ինտոնացիոն սխալ է թարգմանվել, դրա հիման վրա ենթակա է հեռացման։ Կարող եմ link ուղարկել։ Շատ սուբյեկտիվ մանկան։ Ուրեմն այդ հարց, եթե կարելի է, ուղղակի զուտ էստեղ շեշտեմ, մեր լսարանի հետ կապված կարճ խոսքը գնաց վստահության մասին, որ վստահությունը շատ ցածր է, ես կարծում եմ, որ իսկապես համաձայն եմ Դավիթի ասած մեդիա գրագիտության մասով, որ մեր հասարակությունը պետք է իսկապես լավն ու վատ լրատվամիջոցը կարողանա հստակ տարբերակել եւ կանգնել հենց լրագրողի կողքը, այն լրագրողի, որը հանկարծ մի օր կարող է ուրեմն թիրախի տակ հայտնվել եւ ոչ թե կանգնել խոսքերով, այլ կանգնել հենց նրա կողքը գնալու, պաշտպանելու նրա շահերը։ Մեր մոտ երբեք 2007 թվականից այս հարցը մենք բարձրացնում ենք վստահության առումով, ցանկացած լրագրողի ծեծելու հետ կապված, դատելու հետ կապված եւ այլն, որևէ օրինակ չենք ունեցել, որ հանրությունը դուրս գա փողոցներ փակի եւ փորձի պաշտպանել։ Նիկոլ Փաշինյանի համար դուրս է եկել։ Եղել է։ Շնորհակալություն զրույցի համար, ամփոփելով ուղղակի թող կանգնեն մեր կողքը լավ լրագրողների եւ լավ լրատվամիջոցների կողքը, թող կանգնեն, ես ինքս շատ ուրախ կլինեմ ու կհպարտանամ այդ փաստով, ուղղակի մնացած բոլոր լրագրողների ու լրատվամիջոցների համար այսօրվա մեր զրույցը ամփոփեմ հայտնի Մարկ Տվենի արտահայտություններից մեկով, որ աղմուկը ոչինչ չի ապացուցում։ Ծուացած հավը երբեմն այնպես է կչկչում, կարծես մոլորակ է ծնել։ Շնորհակալություն, հիշեցնեմ այսօր իմ գործընկերներն էին, ում հետ ես աշխատեցի հաճույքով, Զարա Մարգարյանը, Դավիթ Ալավերդյանը, Սուրեն Դեհերյանը, դες Լևոն Սարդարյանը, կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ օրը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն։